Նախկինում, երբ որ նմանատիպ դեպքեր էր լինում պաշտոնյաների ընտանիքների հետ կապված աղմկահարույց, գործող իշխանությունը, որ ընդդիմություն էր այդ ժամանակ, բարձրաձայնում էր եւ ասում էր, որ ընտանիքի անդամների հետ կապված խնդիրներ կան այս կամ այն պաշտոնի նշանակման, եւ հիմա ըստ էության արտարացիորեն հարց է բարձրանում Հայկ Կոնջոյարյանին, ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում մերժելու ԿՊ-ի կողմից, այդ հարցը, որովհետեւ հանդգնել է աշխատել։ Ոչ միայն չի հանդգնել աշխատել, այլ նաեւ նրա եղբայրը դրսևորել է ոչ պատշաճ վարկագիծ, օրինակ դուք դատապարտում եք, որ հայոյախառն արտահայտություններով գնում է մեկ հայ ընտանիքի վրա նրա եղբայրը։ Ես ինչպես իմ թիմակիցները ինչու որովհետև մենք բոլորս նույն արժեքներն ենք կիսում, մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, այդ թվում ֆիզիկական բռնություն, որը պարոն Կոջյանի եղբոր հանդեպ է եղել։ Հիմա գիտեք, որ նախաքննական մարմնում է գործը եւ գործը հարուցված նաեւ պարոն Կոջյանի եղբոր նկատմամբ եւ անկախ դատաիրավական համակարգը կքննի եւ մենք կտեսնենք ով ինչի համար էր մեղավոր։ Ես ձեր լրատվամիջոցներից տեսել եմ այդ զազրելի կադրերը, ինչպես են մի քանի հոգով ուրեմն բռնություն կիրառում մի հոգու հանդեպ եւ շատ դատապարտում եմ հենց բռնության դեպքերը։ Նաեւ շատ դատապարտում եմ, որ պաշտոնյայի հարազատ լինելու բերումով մարդիկ են թիրախավորվում, այստեղ կանանց իրավունքների ջատագով ներկայացող, օրինակ նոր պատգամավորը ներողություն անունը չեմ հիշում դեռևս, որ ներկայացող չէ կանանց իրավունքների ջատագով, բայց դուրս գալ ու թիրախավորել մարդուն, ով մասնագիտական աշխատանք է կատարում միայն նրա բերումով, որ պաշտոնյայի կին է, սա էլ եկեք համաձայնենք, որ ճիշտ չէ, եւ եթե մենք ուզում ենք աջակցել այլ կանանց, նրանց ներգրավվածության եւ այլ առումներով, ապա պետք է այս գործելավոճը ուրեմն թողնենք, այնպես որ եկեք մենք էլ հիմա այս մեր ճեպազրույցով չթիրախավորենք մարդկանց նրա բերումով, եթե գործ չհարուցված չլիներ, դուք կարող եք ասել, որ կա նման ուրեմն մամուլում կամ չգիտեմ, նման խոսակցություն, որ նրա կողմից էլ է եղել որոշակի, գործողություններ, կասկածանք կա, ես էլ կասեք ինչի չի գործ հարուցվում, այստեղ նրա դիրքն է միգուցե պատճառը, բայց հիմա երկու անձի հետ կապված էլ կա հարուցված քրեական գործ։ Եվ չկա մտավախություն, որ Հայկ Կոնջոյարյանը լինելով ազգային ժողովի փոխնախագահ իր լիազորությունների շրջանակներում կփորձի միջամտել։ Պարոն Կոնջոյարյանը պակաս դիրք չուներ մինչ այսօր, նա իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարն է եղել վերջին 5 տարիներին, եւ եթե նա որևէ լծակ օգտագործելու ուներ, դա էլ հարմար պաշտոն էր։